Ucom շատ արագ ինտերնետ սկսած 6000 դրամից։ Բարև ձեզ բարեկամներ, Ֆորտունա հեռուստաընկերության եթերում գրական ստուդիան է։ Օրեր առաջ Երևանի գրողների միության պատվիրակությունը եւ հատկապես նրա երիտասարդական թևը գրական ստուդիան Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ մեկնեցին սահմանամերձ զորամասեր առաջին գիծ ոգևորելու հայ զինվորներին։ Մեր կարիքը շատ կար եւ զինվորները դա խոստովանեցին եւ հրամանատարները նույնիսկ հանդիմանանքով շեշտում էին, որ վաղուց պիտի գայիք, մեր կողքին պիտի լինեիք։ Եվ մենք որ մեկնել էինք մեր զինվորներին, մեր հրամանատարներին ոգևորելու, հանկարծ պարզեցինք, բացահայտեցինք, որ իրենք ավելի շատ մեզ ոգևորեցին, քան մենք իրենց։ Մի զարմանալի ոգևորություն կա իմ սրտի մեջ ու բոլոր նրանց հոգիներում, ովքեր մասնակցել են այդ ուխտագնացությանը, այդ այցելությանը, շատ շատերը տեղեկանալով նախքան մեր մեկնելը, մեր նպատակի մասին, ցանկություն էին հայտնել միանալ մեր այցելությանը, նշանավոր դերասանուհի Նազենի Հովանիսյանը, որը մեր հաջորդ այցելությանը անպայման կմիանա մեզ։ Ես զգացի, որ լավ գործ են կարել։ Տպավորությունները արտակարգ բարձր էին, տպավորությունները շատ ոգևորիչ էին։ Ես այնքան բան ստացա, այնքան հարցերի պատասխան լսեցի, որ կարծում եմ, որ երկար ժամանակ այս լիցքավորումը իմ մեջ մնալու է։ Բայց նաև բնականաբար առաջացան հարցեր, որոնց պատասխանելու համար այսօր ես գրական ստուդիա եմ հրավիրել ազատամարտիկ Վանաձորի պաշտպանական կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանին։ Եվ իմ հյուրին միանգամից ուզում եմ մի հարց տալ. ինչ է փոխվել մեր մեջ։ Մեր ժողովրդի մեջ բան է փոխվել, պարոն Բալայան։ Պատերազմը ասելով էլ չենք վախենում։ Ոգին է բարձրացել։ Ինչ է կատարվել մեզ հետ։ Ես մեր ժողովրդի մեջ այս ծանր օրերին, երբ որ ագրեսիան, դիվերսիան մեր սահմանների վրա այնքան ակնհայտ էր, բայց մեր մեջ բան է փոխվել։ Ձեր կարծիքով ի՞նչն է փոխվել։ Փոփոխությունը իմ կարծիքով կայանում է նրանում, որ մենք հաղթողի հոգեբանությամբ ենք մոտենում խնդրին եւ դա ճիշտ է։ Իսկ որ ոգին բարձր է, դա միանգամից եւ մի օրվա ընթացքում չի ստեղծում։ Դրա համար տարիների հետեւողական աշխատանք է հարկավոր։ Եվ դա արվում է, իմ կարծիքով պետք է արվի ոչ թե խանձարորից, այլ ավելի վաղ, դեռ մինչև աշխարհ գալը։ Երեխան պետք է հայրենասիրական երգեր լսի, մինչև աշխարհ գալը։ Երեխան պետք է աշխարհ գալուց հետո այդ գործընթացը անընդհատ եւ հետեւականորեն շարունակվի։ Ես ձեզ շնորհակալ եմ եւ ես ձեզ հրավիրել եմ ձեզ շնորհակալություն ասելու համար, որովհետեւ այն փոփոխությունը, որը ես երազում եմ իբրև գրականության մարդ, իբրև գրականագետ, ես ծանոթ եմ նաեւ մեր տխուր անցյալին, երբ որ թուրք բառը դարձել էր վախի խորհրդանիշ հայի համար։ Ես դա էլ գիտեմ, մեր բանաստեղծության մեջ արտահայտված, մեր գրականության մեջ, բայց ձեր սերունդը, դուք իբրև ազատամարտիկ, դուք իբրև ոգու մարդ, դուք կարողացաք կոտրել այդ ստերեոտիպը մեր մեջ եւ լիովին համամիտ եմ ձեզ հետ, որ այն փոփոխությունը, որ այսօր արկա է մեր հոգեբանության մեջ, 18 տարեկան զինվորները առյուծասիրտ քաչակորով տղաներ կանգնած սահմանին։ Ես այդ երեխաներին փողոցում տեսնելիս երբ մտածում էի շատ են ջահել։ Այդ նույն տղան, որին Վանաձորի փողոցում տեսնելով մտածում շատ է փոքր, շատ է ջահել, զինվորական համազգեստով ինձ ներկայանում էր բոլորովին ուրիշ մի նկարագրով։ Նաև քանի որ մենք սահմանում էինք հենց այն ժամանակ, երբ դեռ գրակոչները շարունակվում էին, շատ չենք ուշացել։ Հրամանատարները պատմում էին, որ այս ջահել տղաները, որ համեստ կանգնած են ձեր առջև, կռվի ժամանակ առյուծասիրտ զինվորներ էին։ Հրամանատարը պատմում է, ասում են, վիրավորվում էին մարտի ժամանակ։ Հրաման ենք տալիս նահանջել, դուրս գալ խրամատից չեն գնում, ավտոմատից չի փոկում, ոչից քաշերով հանում էինք մարտական գործողություններից։ Ահա ես սրա համար եմ ձեզ շնորհակալություն հայտնում, որովհետև այս փոփոխությունը դուք եք առաջ բերել եւ տարիները չեն բավականացնելու սիրելի հայրենակիցներ,
որ մենք մեր շնորհակալությունը հայտնենք մեր ազատամարտիկներին։ Ես միշտ եմ ասել, գրական ստուդիայում ազատամարտիկների այս սերունդը իդեալական հերոսների սերունդն է։ Մենք միշտ գնահատել ենք ու հատկապես գրողները շատ սիրում են ազատամարտիկներին։ Ես մի հարց ունեմ ձեզ։ Ձեր ազատամարտի տարիները ինչպես եք հիշում։ Ինչ է դա եղել ձեզ համար։ Գիտեք, ես իհարկե դա ընդունում եմ ընդհանուր հարց բոլոր ազատամարտիկներին, ոչ թե կոնկրետ ինձ։ Ես ազատամարտի տարիներին ինձ անչափ երջանիկ եմ զգացել այն ժամանակ, երբ որ գնացել եմ սահման եւ տեսել եմ, որ թեկուզ եւ ազերի թուրքերը իրենց բնակչությամբ մեզ գրեթե 3 անգամ գերազանցում էին, բայց մենք միշտ ավելի շատ էինք լինում։ Որ տեսնում եք, որ այդքան շատ ենք, ասում եք Տեր Աստված, հայը իր ապրելու իրավունքը դեռևս չի կորցրել եւ փառք Աստծո։ Այդ ոգին, այդ առնականությունը նորից վերադառնում են մտքին, որ դա մի քանի օրվա գործ չի։ Սովետական տարիներին հրաշալի կազմակերպվում էր ռազմահայրենասիրական դաստիարակություն։ Այդ դա կարելի է օրինակել ու հիմա մտցնել այդ սկզբունքը ռազմահայրենասիրական դաստիարակության սկզբունքը կարելի է արմատավորել հիմա մեր օրերի համար։ Ճիշտ է, այն ժամանակ ասում են Սովետ միությունը, չգիտեմ ինչ, բայց հայեր դաստիարակում, հայրենասեր դաստիարակում, հայը չգիտեր, որ Չուկոլկա չի իր հայրենիքը, իր հայրենիքը Հայաստանն է, չէ՞։ Անշուշտ գիտեր։ Թեկուզ մենք կռվում էինք, չգիտեմ, որտեղ Հայաստանի համար, այո, բայց միևնույն է, այդ հայրենասիրությունը այն ժամանակ դրսևորվեց, ու հետո որ արդեն անհրաժեշտություն առասավ միանգամից պորտ կաց։ Դա կուտակված էր տարիների ընթացքում, այդ պորտկումը մեզ պետք էր։ Իհարկե Աստված մի արածցե, եթե հանկարծ անհրաժեշտություն լինի նորից, բոլոր նրանք, ովքեր կռվել են, նրանք նորից են կռվելու։ Իսկ նրանք, ովքեր թող ներողություն եմ խնդրում կոպիտ խոսքի համար, իրենց կանանց փեշերի կամ բայրերի փեշերի տակ են թաքնվել, նրանք էլի թաքնվելու են, այդպիսիք միշտ եղել են, կան ու պիտի լինեն, բայց դա չի որոշում, մեզ որոշիչ է այն հանգամանքն է, որ երբ որ անհրաժեշտ է, այ հենց այս լարվածությունը, որ ավելացավ, ազատամարտիկները բոլորի մի մարդուպես կանգնած ասում գնում ենք։ Եվ կգնային, բայց դից ասացին, որ առայժմ ձեր կարիքը մենք չենք զգում։ Կանանց անունը տվեց պարոն Բալայանը, եւ ես ելի մի փոքրիկ հուշ պիտի պատմեմ մեր այցելությունից։ Եղել ենք Իջևանում, Նոյեմբերյանում, եղել ենք տարբեր զորամասերում, հանդիպել ենք նաեւ ժողովրդի հետ, գրողների մեր խմբով։ Ամեն անգամ, ասենք, ինչ որ նպատակով խանութ ենք մտնում։ Զինվորականների հետ գրողներին տեսնելով ժողովուրդը մոտենում է, հարցնում է, պատերազմ կլինի, չի լինի, եւ ամենազարմանալին ինչ է, անպայման մեկը կմոտենար, մի ջահել աղջիկ, թե պարոն Ափինյան, որոշել եմ գնալ ծառայել հայոց բանակում, զենքը ձեռքից գնալու եմ եղբայրներից կողքին կանգնեմ։ Դա մենք տեսանք Բերտ Սիթիում, որտեղ աշխատող 19-ամյա Նունեն ասաց իր նպատակը հայտնեց, որ ինքը գնալու է զենք առնի ու իր եղբայրների կողքը կռվի հայրենիքի համար, շատ հուզիչ պահեր էին, այդ պահին ուղղակի պետք էր այնքան հուզվել, որ ասում եմ արդյունքներ պակասում միայն մեր հուզումը արտահայտելու համար, վերադարձին Սևանում նորից այդպիսի հուզումնալից պահ եղավ, որովհետև տաղավարներից մեկում մեզ սպասարկող մի հրաշալի հայուհի Հրանուշ անունով հասկացավ, որտեղից են գալիս, ինչ են կարել, զրուցեցինք նաև եւ ինքը ասաց, հայտնեց իր որոշումը, որ ինքը որոշել է մեկնել բանակ։ Ահա սիրելի բարեկամներ, այդպիսի սերունդ կա, երիտասարդներ, աղջիկներ ու տղաներ, ովքեր սովորելով ազատամարտիկների այս փառահեղ սերունդից ինչպես սիրել հայրենիքը եւ ինչպես ճիշտ ապրել իր կյանքը, ահա նրանք փոխեցին այսօր հոգեբանական կացությունը, որը Հայաստանում կա։ Ես առաջարկում եմ դիտենք գովաստ, որից հետո կշարունակենք մեր թողարկումը, ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորն է Յուքոմ ընկերությունը։ Յուքոմ շատ արագ ինտերնետ սկսած 6000 դրամից։ Սիրելի բարեկամներ,
Շարունակում ենք մեր հաղորդումը։ Իմ հյուրն է ազատամարտիկ Խաչիկ Բալայանը, Վանաձորի պաշտպանական կազմակերպության նախագահ։ Ես պիտի խնդրեմ, որ իմ հյուրը փորձի ներկայացնել անցյալն ու ներկան, ազատամարտիկների հին սերունդը, նոր սերունդը, դուք իբրև նոր սերնդի ներկայացուցիչ, որը պարգևեց իր հայրենիքին ամենամեծ հաղթանակը։ Կարող եք համեմատել նախորդ սերնդին, ովքեր ծառայել են սովետական բանակում, մեր հայդուկներին, ֆիդայիներին եւ համեմատեք ձեր սերնդին։ Անկեղծ ասած, առաջի անգամ եմ ես նման հարց ստանում, բայց եթե փորձեմ արագ կողմնորոշվել, սկզբունքային տարբերություն չկա։ Դրանք բոլորն էլ նվիրալներ են։ Սկսած Անդրանիկ, Կարաբո, Գևորգ Չաուշ եւ բոլոր մյուս մեր հերոսները եւ նույնպես նորորյա հերոսները։ Պարզապես մեր նորորյա հերոսները, ես գիտեք, հերոս եմ համարում բոլոր նրանց, ովքեր այն տարիներին, երբ որ պետականության գրեթե բացակայության պայմաններում բանակի, զորքի, զենքի, զինամթերքի բացարձակ բացակայության պայմաններում դուրս եկան ու կանգնեցին եւ վերջապես հերոսի նման կանգնեցին ու հայը վերջապես համախմբվեց, բռունցքվեց ու ասավ շունթուր դու այլևս իմ սուրբ հողը քո պիղծ ոտքերով չես տրորելու։ Սա էր ազատամարտի գաղափարը, սա էր այն, որ մեզ միավորում էր։ Եվ մեր տղաները, գիտեք ինչ, ես այսպեսի մի օրինակ ունեմ, ուրեմն երբ Վանաձոր ջոկատը կազմակերպվել էր, ես պարտականություն էի կազմակերպում իրանց հետ, որովհետև համարյա ոչինչ չգիտեին, ու երբ որ արդեն պատրաստ են ու պետք է մեկնեին, երեք եղբայր կար այդ ջոկատում։ Երրորդը դեռ չէր եկել, հետո միացավ, բայց այդ երկու եղբայրներից մեկին ասի դու կմնաս հիմա, հաջորդ բանին կգնաս, անգամ կգնաս։ Չոսով ես հիմա եմ գնալու։ Ասում դե ուրեմն թող մյուս եղբայրը մնա։ Նա չէ, ես էլ եմ գնալու։ Կարճ դու մնում ես, դու գնում ես։ Հաջորդ օրը հայրը, այդ տղաների հայրը եկավ եւ ինձ հետ կռիվ արեց։ Հենց ոչ ավել ոչ պարոն Բալան, դուք ով եք, որ իմ տղային արգելում եք իր հայրենիքը պաշտպանելու իրավունքից։ Զրկում եք։ Ես քիչ էր մնում համբուրայի այդ մարդու ոտքերը։ Այսպես ծնկաչոք ուզում էի շնորհակալություն հայտնեմ։ Այ այսպեսի ծնողն է, որ առյուծ է ծնում։ Եվ դրանց կարիքը մենք շատ ունենք ու դեռ պիտի ունենանք ամբողջ կյանքում։ Մի տեսանյութ ունենք, սիրելի բարեկամներ, որ քիչ անց պիտի հրավիրեմ ձեզ դիտելու այդ տեսանյութը։ Շատ հաճախ, երբ գրողների մեր խումբը գնում էր սահման, ճանապարհին, ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, այդ հնչող հարցը կլինի արդյոք պատերազմ։ Ես ուզում եմ, որ դուք լսեք, թե ինչ պատասխան է տալիս երիտասարդ սերունդը այդ հարցին։ Համեցեք, դիտենք տեսանյութը։ Здравствуйте. Мои друзья и знакомые в последнее время меня часто спрашивают, начнется ли война в Карабахе. Возмущаясь, слушая этот вопрос, у меня возникла идея сделать эту передачу. Армения всегда находилась, находится и будет находиться в состоянии войны. Если Азербайджан начнет широкомасштабные военные действия, то у нас появится новая возможность восстановить историческую справедливость. Мы должны помнить, что мы победивший народ. Мы вернули свои земли, имея в арсенале лишь топор и грабли против до зубов вооруженного врага. А представьте себе, что будет, когда у нас есть новейшая техника и молодое поколение, родившееся в свободной и независимой стране.
Поэтому вместо вопроса «А когда же начнется война?» я бы задал немного иной вопрос. А когда же в Баку будет развиваться армянский флаг? Кому все это выгодно? Да какая разница, кому это выгодно? Враг напал и должен получить соответствующий ответ, пожалев, что пошел на этот шаг. Россия, Европа, США, да будь то Мозамбик или Сингапур, мы сами должны решать свои вопросы и не искать и просить помощи у других. Как показывает история, мы не должны просить помощи во имя мира и справедливости. Мы сами должны бороться за эту справедливость и за мирное небо над Арменией. Ձերի բարեկամներ, դուք դիտեցիք տեսանյութը, որ շատ հետաքրքիր խոհեր պիտի արթնացնի ձեր մեջ բնականաբար, երիտասարդ սերնդի պատասխանը կլինի արդյոք պատերազմ։ Եվ մեր երիտասարդները այդ տեսանյութում ասում են, որ եթե պատերազմ սկսվի, ապա այդ պատերազմը մեզ հայերիս հնարավորություն է տալու մտնել Բաքու։ Ձեր վերաբերմունքը Ասենք կլինի արդյոք պատերազմ։ Եթե լինի պատերազմ, դե դա ոչ ոք չի կարող ասել կլինի թե ոչ, բայց մենք պետք է իմ կարծիքով անենք հնարավոր ամենը, որպեսզի չլինի պատերազմ։ Մենք խաղաղ ժողովուրդ ենք, խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց դա պետք է լինի համեմված իսկական զինվորական ուժով։ Եթե մենք այսօր ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, հենց սա է, որ զսպում է ազերի թուրքերին։ Թե չէ այդքան որ հոխորտում են, բռունցք են թափ տալիս, չգիտեմ էլ ինչ են ասում։ Բայց չեն հարձակում, ինչու՞, որովհետև գիտեն, որ իրենք դեռ թույլ են։ Եվ մեր գերխնդիրը բոլորիս դա միայն պաշտպանության նախարարության գործը չի ու իսկական ծառայության մեջ գտնվողների գործը չի։ Ամբողջ հասարակության մեր ազգի գերխնդիրը կայանում է նրանում, որ ապահովենք մեր զինված ուժերի այնպիսի հզորություն, այնպիսի մակարդակ, որ այդ վախը, որ ազերի թուրքերի սրտի մեջ կա, երբեք դուրս չգա նրանց սրտից։ Նրանք պետք է վախենան։ Հանրային ճշմարտությունը դա բոլորն են ասում եւ ինչքան էլ շատ կրկնենք, այնքան էլ ճիշտ է։ Ոչ մի անգամ պետք չի դրանից այդ կրկնությունից վախենալ։ Խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի։ Սա է խաղաղության միակ գրավականը։ Ես ուզում եմ ընդհանրապես մի բան ավելացնել, սիրելի բարեկամներ, որ այո, մենք զավակներն ենք մի ժողովրդի, ով շատ դառնություն է տեսել կյանքում։ Սակայն ճիշտ չեմ համարում անընդհատ խոսել ծանր պատմության ցավալի հետևանքներից։ Ես իմ հյուրի հետ միասին, Խաչիկ Բարյանի հետ միասին, ձեզ կոչ եմ անում կենտրոնացեք մեր պատմության փառահեղ էջերի վրա։ Հպարտության զգացումով դաստիարակեք ձեր երեխաներին։ Մարդ պիտի հպարտանա, որ հայ է, որովհետև մեր մեջ կա մի զարմանալի ոգի, մի զարմանալի զորություն, անընկճելի, մի սասնածուր, մի սասունցի Դավիթ,
մի քաջակորով ազատամարտիկ, որը ասես թե առիթ է փնտրում, որ Երևա, այդպես է արդյոք։ Անկասկած, ես մտածում եմ, որ հայը պետք է ունենա մի խոր գիտակցություն, եթե ինքը հայ է ծնվել ու տղամարդ, ուրեմն ամենից առաջ պետք է զինվոր լինի։ Նախ զինվոր, հետո ուզում ես բժիշկ, ուզում ես շինարար, ուզում ես ճարտարապետ, ուզում ես հողագործ, ուզում ես զինագործ։ Միայն թե առաջերտին զինվոր պետք է լինես։ Մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, սիրելի բարեկամներ, ես կարծում եմ, որ Խաչիկ Բալայանի հետ միասին կարողացանք ձեզ փոխանցել այն նոր տրամադրվածությունը, որ կա մեր ժողովրդի մեջ։ Մի վախեցեք, որտեղ վախկոտի ճակատագիրը հայտնի է։ Քաջի ճակատագիրը հաղթանակն է։ Քաջագործությունը ապրում է հավերժ։ Այնպես ապրենք, որ մեր քաջարի նախնիների մեծագործություններին մեր սերունդը կարողանա ավելացնել բազում լավ արարքներ ու գործեր։ Հավատացնում եմ ձեզ, մեր ժողովուրդը արժանի է, որ մենք իբրև ընծա կարողանանք նրան փոխանցել այն մեծ հաղթանակները, որոնց մենք ընդունակ ենք եւ մշակույթի ասպարեզում, եւ մեր սահմանների պաշտպանության եւ հատկապես զինվորական գործի մեջ, որովհետեւ անգամ մեր թշնամին խոստովանել է, որ հայ զինվորները Եվրոպայում լավագույնը կոչվելու իրավունքը նվաճեցին եւ գիտեք այս խոսքերը որ ճակատամարտից հետո են ասվել, այդ խոսքերը ասվել են Ղարաչիլիսայի հերոսամարտից հետո։ Մեր հաղորդումը ավարտված է, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ազատամարտիկ Վանաձորի պաշտպանական կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանին եւ ձեզ ասում եմ ստեսություն, մի շնորհ հանդիպում։ Ucom շատ արագ ինտերնետ սկսած 6000 դրամից։